Բարև Դիկրանագերտ, Վան, Ուրֆա, Անտապ, Խարպերտ, Սասուն կամ Մուսալեր Ահավասիկ 30 դարիներ ի վեր Հոմի Թորոնտոյի Ռուպինա մասնաճյուղը գգազմագերբե դոհմիկ օրը Հանդիսությունը ծոնված Պատմական Հայաստանի դարբեր քավարներու կամ Սփյուռքի դարածքին գտնվող հայկական քաղաքներու Ուրախ ենք հայտնելու, թե այս տարի Հոմի Ռուպինա մասնաճյուղի գազմագերբած 31-րդ դոհմիկ օրվան հանդիսությունը ծոնված է Եգիպտոսի, Եթովպիո և Սուդանի հայ քաղաքներուն, որ դեղի պիտի ունենա շաբաթ 22 և գիրագի 23 նոյեմբեր 2025-ին Թորոնտոյի հայ կեդրոնի սրահեն ներս։ Այսօր գհյուրընկալ ենք հանձնախումբի ադենաբեդ Արշո Զաքարյանն ու փոխ ադենաբեդ Հուրի Նաջարյանը։ Բարև ընկերուհիներ Արշո եւ բարև ընկերուհի Հուրի, ինչպե՞ս եք։ Բարև, լավ ենք, շատ շնորհակալ եմ, բարև ձեզ։ Շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզի այսօր Թորոնտոյեն։ Ուրեմն անցնենք մեր առաջին հարցումին։ Ընկերուհի Հուրի, երբ սկսավ այս դոհմիկ օրը եւ ինչ էր նպատակը։ Հոս բուզեմ նշանակել բարձրապես շեշտել, որ դոհմիկ օրերու դոնակատարության խաղապարը մտքից մեծ ծագեցավ 1993-ին։ Աղջիկս տակավին Լորին 10 տարեկան էր, հարցուցի, թե Լորի որտեղացի ես, որտեղ մեզի հաճախ կարծը վերադարձումը, պատասխանեց, որ կանադացի, որտեղ ինք կանադացնած է, իրավունք ուներ, բայց մտածեցի, որ երբ մեզի կհարցնեին այդ տարիներում պատանի կամ փոքր, մենք կպատասխանայինք Սեբաստացի, քանի որ մեր ծնողները Սեբաստիան սերած էին եւ հետ Եղեռնյան, այսպես գաբը շարունակված էր սերունդ է սերունդ մեծ մամայիս հորս, որ բեր այդ ընթացքին, անգե ետքը մեզի փոխանցված էր, մենք ինքնաբերաբար կփնորոշեինք մեր ուտեղանը լալը։ Խորեցա, որ գաբը սեվում խզված է սերունդներու միջև, մտածեցի, որ ինչ կարելի է անել, որ ետ վերականգնել այդ գաբը եւ շարունակական դարձնել։ Դոհմիկ օրերու նշումի գաղափարը միտքս ինգավ եւ ամիջապես մոտեցա վարչության ասի 93-ների հարկե եւ իրենք ընթարաչեցին եւ այդ ծեվով սկսանք 1994-ին Ուրեմն Հուրի դարիներու ընթացքին ինչպես զարգացավ այս գաղափարը, որ դուք հղացաք եւ այսօր ինչպես կընդունվի այս ցերնարգը քաղաքին կողմէ Ոնց կուզեմ նշել, որ իսկապես երբ որ սկսանք նախաձեռնել դիկրանագետով սկսանք իհարկե, առաջինը դիկրանագետն էր, սակայն վստահ չէինք, որ ինչպես պիտի ընդունվի, ինչպես պիտի ընթանա ընթացքը, թեև շատ մեր մտքի մեջ կար, որ հաջորդի պիտի ունենք Ուրֆան, վերջը Վանը, վերջը Դարոնը եւ այսպես պիտի շարունակենք ընթացքը մեր Արևմտահայաստանով շրջինք։ Ամեն տարի տեսանք, որ մեր ժողովուրդը մեծապես գնդարաճ է Եվ հատկապես իր նշանակությունը ունի այն իմաստով, որ քաղաքի մեջ նույն արմատներով սերած հայրենակիցների փոխկովի կբերենք նաև անգախ հոմագանը լալի։ Այս շագաբը կամրաբնթվի մեր քաղաքներս։ Ավելի հետաքրական ձևով հիշողությունները կարտնան։ Այդ հիշողությունները իմի կբերենք։ Կբրբդենք տեղեկություններ, ինչ որ կգտնենք։ Լայթ հույժ կամ լակ քիրքեր կամ ոյ մեկ տեղեկություն։ Բայց ամենեն հետաքրքրականը սովորություններն են, որ վստահ եմ մեջտեղ կան։ Ջաշերը, իրենց մեծ մամաներուն խոսքերը, տոնակատարություններու ընտանեկան ավանդույթները, երկերը, երբեմն բարերը, ինչպես նաև ամեն մեկ շրջան իր յուրահատկությամբ թրոշ մտրավ քաղաքներս եւ դարձավ փնդրված նախաձեռնություն, քանի որ հիմք ունի արմատական հայկական արմատները բեղելու եւ իհայտ բերելու
թե մեզ ներկա սերունդի մեջ խանդավառությունը ստեղծելու, ինչպես նաև հաջորդող սերունդին փոխանցելու մեր այդ մեզի փոխանցված ազգային ժառանգությունը եւ մեր ավանդույթները, որը հիմնական են մեր ինքնության պահպանման։ Այո, եւ ասպարակային պետք է ասել, որ հոմը հոյագապ թեր գդանի այս ուղությամբ ընկերուի հուրի ցուկ նշեցիք քանի մա արեմդյան Հայաստանի քաղաքներ քյուղեր որոնց մասին դողմիկ օր գազմագերբած եք սակայն եթե գրնակ ուրիշ քյուղերու անուններ ալդալ մեր հերոստատի դողներուն Գիտեք այսինքն մեզի համար բաներ շրջապատի նմաներ դողմիկ օրերու շարքը ամեն դարյան համբերգս բասեինք թե հաջորդը որ մեկ պիտի լա եւ ասպես շրջեցանք արևմտա Հայաստանով հասանք Կիլիկիա հասանք Մուսալեր ապա Դրաբիզոն Համշեն Սեպասիա Բոլիս եւ անցանք թեպի արևելը Հայաստան Ռինգ Թիֆլիսը Նախիջևանը Արցախը մեզ մեր խլված այդ տարածքներում վրա ավելի շեշտավորում ծրինք պետք է ասել որ 2015-ին հատկանշական եղավ որտեղ նվիրված էր հայոց ցեղասպանության 100-ամյակին Հատկանշական էր ան արումով, որ ներկրավեցինք նաև կրկին մեջ ներտրեցինք նաև հուշակրություն։ Մեր հայրենակիցներու, անհատներու հուշերը նաև հոն գտնվեցան։ Իսկ 2018-ին, որ մեր առաջին հանրապետության արդիվ 100-ամյակն էր, այդ արդիվ մենք նվիրեցինք հայոց թագավորական դողմերու մեր պետականության։ Իսկապես որ շատ ոգևորիչ էր Հայաստանեն դարազներ բերվեցան, հոն ցուցադրվեցան եւ մեծ ոգևորություն ստեղծվեցավ քաղաքեն ներս։ Իսկ 2019-ին մեր սևերումը դարձուցինք թեպի հայկական քաղաքներ։ Սկսելով Իրանի հայ քաղաքեն անցանք Սուրբ Երկիր Հորդանան, ապա Սուրիա, Լիբանան եւ անցյալ դարի Իրաքը ոգեգոճեցինք Իրաքի հայ քաղաքը, որ դարձյալ իսկապես խանդավառություն ստեղծեց կրկնակի համախմբելով մեր իրակայ ընտանիքները հայրենակիցները իսկ այս տարի ուրախ եմ ասելու որ ինչպես նշեցիր այս տարվա 31-րդ դոմիկ օրը բիդիելա ծոմված է Եգիպտոսի, Եթովիո եւ Սուդանի հայ քաղաքներում Հոյագապ աշխատանք մենք ընկերուի հուրի միան մդիկ ընելով արդեն խանդավառված ենք Բայց իմ մեջս հարցում մգուկա որ եթե այդ օրը կա որ կամ այդ տարին կա որ այլևս հայկական քաղուտ չմնա ինչ պիտի լաս դողմիկ օրվա ասենք ավանդությունը դոնելու կորձը աշխատանքը չեմ գիտեր եթե բարեփոխություն է որ ասկան դուրսը քաղուտներ ունի կամ դժբախտություն է ասպարակային Իրականությունն է որ խուսափելի չէ միշտ ունեցած ենք հայկական քաղաքներ դարբեր պատմական ժամանակաշրջանեն բայց իմ մտքից մեջ է պայման չէ որ քաղաքման լա իմ թերատրանքս է եւ դեսլագանս է որ հաջորդող դոմիկ օրերը ցոնենք նաեւ մեր հայկական նյութերուն որոնք կրնան ընդգրկել հայկական ջարդարապետություն հայկական ականավոր թեմքերու այրերու եւ կանանց ինչպես նաև հայկական քորքերու եւ թերարվեստին, հայկական աշխուհական երգերուն եւ այսպես մեր հայկական ժառանգությունը շեշտավորելով նյութի շուրջ, ընտրելով նյութը, իսկապես փոխանցենք մեր բոլորին հայության հբարդանալու արիթ ստեղծելու, որ մենք այդ ժառանգությունը հազարավոր տարիներ մեզի փոխանցված է եւ դեր կանգնենք, փայփայենք, քուրքուրանք եւ պահպանենք։ Հոյագապ եւ շատ խելացի կաղապար Ուրեմն ես պիտի անցնեմ ընկերուի Արշոյին։ Ընկերուի Արշո ուրեմն հաջորդ ցերնարգը, ինչպես որ նշեցի բացմախոսքիս մեջ, շաբաթ 22 եւ գիրագի 23 նոյեմբերին է։ Ինչու այս տարի ընդրեցիք հատկապես Եթովիա, Սուդան եւ Եգիպտոսը։ Լավ հարցում է, հին քաղաքակրթության փարոս են երեքնալ եւ երեքնա նույն թեմին կպատկանին եւ որոշ նույն գիծերը կան եւ կարևոր քաղաքներ են եւ իրենց կարևորությունը թե ուղղված է թեպի Հայաստան եւ թե այդ երկրի հարաճացման եւ քաղաքակրթության Ընկերուի Արշո գարզեմ դուք երկար դարիներ ի վեր այս հանձնախումբին մաս կգազմեք, բայց այս անգամ ադենաբեդության ճաշտոնը վերցուցած եք, գարզես չահծեվով մը փոխանցվի ցեզի, վստահ եմ որ Ձեր սրդինալ շատ մոտ աշխատանք մնե այս տոհմիկ օրվա դոնագադարության գազմագերբությունը Այո, բայց պետք է ասեմ, որ հանձնախումբը իր բոլոր անդամներով մեծ ջիկ, մեծ
չանք կտապե որ լավակույնը ընե հանձնախումբը 25 հոգիներ է կազմված է եւ որովհետեւ ընդարձակ են մեծածավալ է աշխատանքը 6 ենթահանձնախումբերու բաժնած ենք ունենք նվիրատության, որ նվիրատությունները կհավաքեն մանավանդ մեր քրքի կնպաստեն մեր քրքի հրադարագության համար եւ քրքի հանձնախումբը գա որ իսկապես կբրբդե գամփոփե ամեն ցևով կովկովի կփերե թե այդ երեք երգիրներու պատմականը նվաճումները արվեստակետները եւ այլ գողմերը ունենք վիճակահանության եւ լուր աջուրտի հանձնախումբ եւ լուր աջուրտի մեջ իսկ կդեսնակ ցոլացումը այդ երգիրներու մշակույթին եւ հայկական ներդրումին ունենք քեղարվեստի զարդարանքի հանձնախումբը որ բոլորնալ դաղանթավոր են կովկովի եկած են եւ այն օրը իսկապես փոխադրվին ուրիշ մտնոլորտի մեջ ուրախ եւ ամորանալի մտնոլորտը ունենք ջաշի հանձնախումբը որ իսկապես բոլոր բաները ջաշերը կփորձե եւ որակավոր համով ջաշեր պիտի հրամցվին ունենք քեղարվեստի հանձնախումբը որ ուշադրությամբ կհետևի եւ թե շաբաթ թե գիրակի օր ունենք հadoop ջող հայդակիր ունենք երկու օրվա հայդակիր նվակախումբը երկիչը Լևոն Կարագյուլյան եւ գա ջող մշակութային քեղարվեստական հայդակիր երկրորդ օրը ունենք այսինքն գիրակի օր հոկեանքիստ մադաղ եւ ցերեգույթին ունենք 3 տասախոսներ եւ տասախոսներու արանքը դարձյալ քեղարվեստական հայդակիր կա երկու օրերը պիտի ապրենք ջաշակենք ուրախանանք եւ միանանք ասվեց հանձնախումբերը աշխատին եւ ամեն շաբաթ քայլ առ քայլ արժեվ կերտանք Փանակ մնե իսկապես փանակ մնե աշխատողներուն տիվը եւ մագարտակը որ գհրամցնեք ժողովրդին հետո այդ քրքույկը որ իբր արխիվ գրնանք բահել ադիգա մեծ արժեք ունի ընկերուի արշո ուրեմն ես գիտեմ որ Մոնտրեալի մեջ մեծ թիվով եգիպտահայեր կան եւ շատ հետաքրքրված պիտի ըլլան հավանաբար ներկա գտնվելու ուրեմն գամ ոյ մեկ ցևով իրենց աճակցելու ցերկ երգարելու հովանավորելու ինչ են ցևերը ասպարակային նախ ասեմ որ քիրքը 400 էջ եւ ավելի է իսկապես մեծ զանազանություն կա եւ մեծ բրբդումներով է որ կովկովի կոկա քիրքը նվիրատությունները կնպաստեն քիրքի հրադարագության նաեւ դոմսերը որ պիտի կնեն մեր հայրենագիցները դոմսերը մեջը ներառյալ է վիճակահանության դոմս 4 հատ եւ հիշադակելի բաներ ալկան այդ ցերնարգին ուրեմն դոմսերու եւ նվիրատությամբ է որ մենք կրնանք հաջողիլ նման ցերնարգը որ թե ամորանալի է եւ թե կարևոր է մեր պատմության համար կարևոր է մեր ինքնության համար այո շատ ճիշտ եւ ամեն տարի խուրներամ արդեն ներկա գտնվի համայնքը անհամբեր կսպասե թե ինչ է հաջորդ քաղաքին կամ քյուրին պատմությունը որ պիտի ներկայացնի հանձնախումբը իսկապես հսկայական աշխատանք է որ կդարվի Թորոնտոյի Հոմի Ռուպինա մասնաճյուղին կողմէ շատ շնորհակալ ենք ընկերուներ Հուրի եւ Արշո այս արիցին համար գհուսանք որ ցերնարգը մեծ հաջողություն կգտնե գուզեմ մեր հերոստատվիդողներուն անգամ եւս հիշեցնել թվականը որ շաբաթ 22 եւ գիրագի 23 նոյեմբեր 2025-ին է Մուտքի նվերն է $150, իսկ մինչև 12 տարեկան $90 վիճակահանության դոմսը ներառյալ։ Ձեր դեղերը ապահովելու համար հեռացայնել Արշո Զաքարյանին, Հուրի Նաջարյանին կամ Արփի Սալիբյանին։ Հաջողություն կմաղթենք ձեզի ընկերուներ։ Շնորհակալություն։ Խորին շնորհակալություն եւ իսկապես մենք շնորհակալ ենք քեզ մեր սիրելի Թամար որ այս արիթը ընձայեցիր մեր խոսքը մեր մտքերը փոխանցելու ձեզի Խնդրեմ
Society for Orphaned Armenian Relief գազագերբությունը Մոնտրեալի մեջ եւս իր բաժինը գբերե հանքանագային ցերնարգովմը։ Ուրեմն այս պատասխանատվությունը Մոնտրեալի մեջ ստանցնած է դոկտոր Սարգիս Երեցյանը։ Այս տարվա հանքանագային ցերնարգի մեկնարկը կգադարվի աջուրթովմը, որտեղի գունենա դոկտոր Սարգիս Երեցյանին դան մեջ, ուր գտնվինք Mesdames et messieurs, bienvenue et merci de votre participation à cet événement caritatif de SOR dont les profits toucheront directement la vie des enfants orphelins en Arménie. Je suis ravi de vous accueillir chez moi pour partager quelques bouchées, une appréciation pour la musique, mais surtout une préoccupation tout particulière pour les enfants dont les circonstances de vie les ont privés d'un foyer. Madame Lafriane, Monsieur Morin, je vais quand même citer son nom. Absolument. Je vous remercie chaleureusement à tous les deux d'avoir accepté notre invitation. Ուրեմն աջուրտի երեգոմը գսարքենք կոր մեր որպերուն համար, ոչ միայն որպերուն համար, այլև բոլոր այդ ընտանիքները, մեր հայրենագիցները, որ ներկախտեցին Արցախեն, որտեղ մենք այլևս մեր ուրեմն աշխատանքը ընդլայնացավ, միայն որպերուն համար չէ, այլ բոլոր այն ընտանիքներուն համար, որ իրենց ամուսինները գործունեության պատերազմի ընթացքին անոնցալ հոգ կդանենք։ Եվ այսօր ուրեմն գրնանք ասել, որ ասի լանչն է, մեկնարկն է այս տարվա հանքանագության։ Ուրեմն ասիգա մեկնապանն է գարձեմ թե հաջորդիվ կմտածենք որ դարձյալ մեր դարվա ելույթ ունենալ։ Շատավանապար կմտածենք որ դերևս Սաշա Ջիհանյանը մեր գլխավոր երգչուհին ալա։ Իսկ այսօր ինչ պատրաստած եք։ Ուրեմն այսօր պատրաստած ենք սեղանմը, անշուշտ ընդունելության սեղանմը, հրավիրած ենք մոտավորապես 40 հոգին ավելի մարդիկ հրավիրած ենք։ Ուրեմն այս աջուրտը բիդինենք դարձյալ իշահ մեր որպերուն եւ մեր հայրենագեստերուն, որ պետք ունին մեր օգնության։ Դոկտոր Երեցյան, եթե գրնակ մեզի պատմական մտալ հագիշտ ցևով հայ որպերու ընկերակցության մասին եւ ծեր մասնակցությանը այս գազագերբության մեջ։ Սիրով։ Ուրեմն 12 տարի եվեր ես հայ որպերու ընկերակցության դղակայությունը ստացած եմ։ Բարոն դոկտոր Ժորժ Յակոբյանը ուրեմն զիսկը դա ձեր LinkedIn-ի միջոցով եւ ինձ մխնդրեց եթե գուզեմ Մոնրեալի մասնաճյուղի նախագահություն ստացնել։ Երբ որ սա որպերուն համար է, ուրեմն չի գտնար մերժել այս տեսակ ընկերակցությունը, որ մեր որպերուն հոգ բիդանի։ Ուրեմն այս ծավով 12 տարի աշխատած ենք եւ ամեն տարի ինչպես որ գիտեք տասական ելույթ կունենանք եւ անոր հասույթը գղարգենք մեր որպերուն եւ մեր հայ ընտանիքներուն, որոնք գարիք ունին մեր օգնության։ Այո, մենք միշտ ներկա գտնվենք իսկապես շատ հաջող ցերնարկներեն ծեր վարձկահազար գդար դոկտոր Երեցյան վստահ եմ որ ծեր պատճառով բավական ընտանիքներ կփարելավեն իրենց կյանքի պայմանները ուրեմն Մոնտրեալին ալ վարձկը գդար կրնանք ասել որ գբերե իր մասնակցությունը այս շատ կարևոր կորձին ուրեմն հաջողություն կմաղթենք ցեզի Շնորհակալ եմ Ասպիսի ցերնարկներ գազագերբություններ որոնք ծեր կերգարեն ուրեմն ավելի ասենք գարոդավոր բզիկներով եւ այլն միշտ սիրտիս կխոսի ուրիշ գազագերբություններ գմասնակցիմ ամենս որ ասիգա իմ սիրտիս մոտ է դոկտորը 3 կամ 4 տարի է որ գճանչնամ եւ SOAR բանը ուրեմն վերջին 2 տարիներ կոնսեր հրաձեր եւ սակայն այս տարի ծևո փոխեց քիչմա աջուրտի վերածեց այո Շատ շնորհակալ ենք ծերալ փերած մասնակցության համար խնդրեմ
Բարև Սոնա։ Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ, գտեցնեմ որ ամեն դեղ ես տունալ։ Ուրեմն ասպարակային sorry ցերնարկն է, գարզեմասի սկիզբն է աստարվա ցերնարգին, հաջորդը կոնսերտ դիլա։ Ուրեմն ինչ է գարզիկդ այս դոկտոր Երեցյանին ամբողջ ջիկերուն եւ աշխատանքին մասին։ Դոկտոր Երեցյանը հիանալի կորձ մգդանի որպերուն օգտագար դառնալու եւ թյուրին կորչե տրամահավաքները գիտենք իբր քաղուտ, իբր երեսփոխան գիտեմ ինչպես դժվար է, կարևոր է իրար բռնենք եւ մեր որպերը մեր զավակներն են, մեր արյունն է, անանք որ իրեն բեկե գրնակենանք, քանի որ սուրբ է իր ըրածը, մեր զավակներն է at որպերը եւ նամանավանդ հիմա արավել Արցախի դերապոխվող բզիկներուն համար, ընտանիքներուն համար շատ կարևոր անոր համար կարևոր իմ ներկայությունը սալ հոս լա Շատ շնորհակալ ենք։ Մերսի ներկայության համար միշտ նա ներկայ ես Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը երգչուհի, երգահան, երաժիշտ եւ ցայնակրման արտադրիչ, record producer, հավանաբար շատերուն ծանոթ Արփի Ալթոն է։ Փուն անունով Արփին է Միքայելի Դերբեդրոսյան։ Արփին ծնած է Հայաստան եւ փոքր տարիքեն իսկ ենթարկված է երաժշտական աստեցություններու բազմազան խառնուրդի, սկսած ավանդական հայկական ժողովրդական երգերեն, թասական երաժշտութենեն, մինչև ջազ եւ փոփ։ Տաշնագահարության մեջ Արփին իր մագիստրոսի աստիճանը ստացած է 2016 թվականին։ Արփին The Girl from Ipanema եւ The Way You Look Tonight cover-ներու հաջողության շնորհիվ անոր YouTube-ի ալիքը ցերկ բերած է ավելի քան 5 միլիոն թիդում։ Ուրախ ենք հայտարարելու, որ Արփի Ալթոն եւ գիտարի վարպետ Էմիլ Խաչատուրյանը Մոնտրեալի մեջ հանդես պիտի կան շաբաթ հոկտեմբերի 11-ի երեկոյան ժամը 7:30 École de Musique Vincent d'Indyին մեջ։ Իսկ այսօր մեզի անգմյանա Հայաստանեն։ Բարև Արփի, ինչպես եք։ Ողջույն, շնորհակալ եմ, լավ։ Շատ ուրախ ենք, որ այս արիթը ստեղծվեցավ եւ արիթը պիտի ունենա մեր համայնքը եւս ծանոթանալու ցեզի հետ ավելի մոդեն։ Ուրեմն Արփի մենք շատ ուրախ ենք, որ համերգը կմոդենա հոկտեմբերին։ Եթե գրնակ խոսիլ, ինչպիսի մանկություն ունեցած եք, գիտենք, որ ձեր ընտանիքի մեջ ալ երաժիշտներ եղած են եւ քանթագործներ։ Ուրեմն ինչ ունի կսելիք ձեր ընտանիքին մասին։ Շնորհակալ եմ հարցի համար, փոքրուց մեծացել եմ արվեստի մթնոլորտում, որն էլ տվել է իր պտուղները հիմա, մայրս երաժիշտ, դաշնակահար, երգահան, հայրս նկարիչ, եղբայրս նույնպես նկարիչ, քանդակագործ, եւ արվեստի մթնոլորտում մեծանալու մեծագույն պտուղներից մեկը այն ամենն է, ինչ որ ես հիմա մատուցում եմ իմ ունկնդրին, ու շատ եմ ուրախանում բավականին մեծ դրական արձագանքների համար։ Այո, կարծեմ Հայաստանի մեջ սովորական երևույթ մնե արվեստագետ ընտանիքներու մեջ մեծանալ։ Հայերը շատ տաղանդավոր ազգ են։ Այո, շատ։ Արփի, ուրեմն ինչու ջազը ընդրեցիր, վերջերս ավելի ջազի վրա կենտրոնացած ես, ինչու ընդրեցիր այս ոլորտը։ Հետաքրքիր է, հիմքս դասական է, երևս 8 տարի եւ ավելի երգել եմ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, սակայն փոքրուց, քանի որ մայրս ինքը ջազի ներկայացուցիչ է հանդիսանում, արյանս մեջ երևի թե արկա էր ջազի շունչը, քանի որ այնտեղ ազատությունը շատ ավելի շատ է, որտեղ կարող ես
ինքդ վերցնել վրձինը եւ ներկել երաժշտությունը քո ուզած գույներով։ Երևի թե ամենամեծ պատճառներից մեկը, որ հիմա գործունեությունս ծավալում եմ ջազ ոճում, դա է, որտեղ դու շատ ավելի ազատ ես, քան դասական երաժշտության մեջ։ Այո, եւ այդ մեկը մենք կսկանք, երբ մտիկ կնենք ցեզի, ցեվով մասանք բանդ ունիս միշտ ժողովրդին հետ։ Խոսենք այդ մասին, երբ համերգներ գուդաս, ջազային համերգները մանավանդ, ինչպիսի ընդունելություն կգտնե, արդյոք գրնանք ասել, որ հայ ժողովուրդը ջազ կսիրե կամ այդքան էլ հետաքրքրված չէ ջազով։ Շատ ուրախանում եմ, որ վերջին շրջանում հայերի կողմից, քանի որ դրսից ունկնդիր շատ մեծ բազմություն ունեմ, ուրախանում եմ, որ հայերի կողմից նույնպես շատ դրական է արձագանքը, թերևս միշտ է եղել, բայց վերջին շրջանում շատ ավելի ակտիվանում է, քանի որ երևի թե նրանից է, որ մոտեցումը իմ հայկական երաժշտությանը նույնպես շատ յուրովի եմ անում, ինչ անում եմ եւ շատ եմ ուրախանում, որ հայերը գնահատում են։ Եվ կարող եմ ասել, որ վերջին շրջանում, այո, ջազը հենց ինքնին Հայաստանում նույնպես մեծ սեր ու հետաքրքրություն վայելում է։ Այո, իսկ թահլիճներում մեջ ընդհանրապես ներկաներուն քանի հարյուրը գրնանք ասել, որ հայեր են, որ գուքան։ Եթե անկեղծ դրսի համերգների ժամանակ հայեր շատ չեն լինում եւ ես անկեղծ շատ եմ ուրախանում, երբ որ տեսնում եմ մի քանի ընտանիքներ, երևի թե դա նրանից է, որ իմ պրոպագանդան, այսպես ասած, երաժշտության շատ բնական է տեղի ունենում եւ մարդիկ շատ հաճախ չեն էլ տեղյակ լինում, որ ես պետք է ելույթ ունենամ այդ երկրում, այդ քաղաքում եւ շատ հայեր ուղղակի չեն իմանում համերգի մասին, բայց ով որ իմանում է, շատ մեծ ջերմությամբ են ընդունում եւ ես այսպես կարող եմ ասել այնպիսի հարազատ զգացողությամբ եմ հայերին դիմավորում բոլոր համերգներիս եւ առհասարակ համերգի ժամանակ հայկական գործեր երգելու ընթացքում կարող եմ ասել, որ մթնոլորտը լիովին փոխվում է եւ շատ կարեւոր է դա ինձ համար։ Այո, իսկ հայկական գործերը ինչպես ջազի կվերածես, ինչպես կընտրես այն գործերը, որոնք կրնանք իբր ջազ ներկայացնել։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իրականում կարող եմ ասել, որ երևի թե բոլոր հայկական գործերը իրենք շատ ճկուն են դառնալու համար ջազային մոտեցման, ջազային վերլուծություն ստանալու համար, հա։ Դա արդեն երևի թե իմ յուրովի ստեղծագործական մոտեցման մասին է խոսքը գնում։ Գիտեք ինչ, Արփի, մենք կուզենք օրինակ մլսել, օրինակ հայկական երգը բստիկ դումը եթե մեզի գրնանք ջազային ոճով երգել։ Այսպես ասեմ, քանի որ ջազային լուծումը լինում է հիմնականում երաժշտական ուղեկցությամբ, ես բուն մեղեդուն չեմ կպնում, քանի որ համարում եմ երևի թե գրեթե բոլոր գործերի հիմնական մասը, որոնք որ վերցնում եմ կոմիտաս են, իսկ կոմիտասին մեղեդային փոփոխություններ անել չեմ սիրում եւ չեմ համարում ճիշտ, այսպես ավելի հիմնականում երաժշտական ուղեկցությունն է փոփոխվում, որը ստանում է ջազային գունավորում, իսկ մեղեդին մնում է նույնը։ Իսկ ստանդարտ մեղեդի կատարել սիրով ձեզ համար։ Օրինակ, լորիկը կարող եմ ձեզ համար կատարել մի փոքրիկ, որը որ շատ անուշիկ մեր կոմիտասի գործերից է։ Իդեպ բոլոր համերգների ժամանակ կարծում եմ այն կհնչի մեր ջազային բենդի կատարմամբ։ Իսկ հիմա մի փոքրիկ հատված։ Kelek elkit merne Kokokan elkit merne
լորինք, սևավորինք, լորինք ջան, սիրավորինք, իրավորինք, լորինք, սևավորինք, լորինք ջան։ Ոյ ակավ։ Սիրելի հերուստատիտողներ, կարծեմ միայն Ասկոմիդասի երկին համար պետք է անպայման ներկա գտնվի կամերկին, հոկտեմբերի 11-ին Մոնրեալի բարական, գուզեմ ասել նաև որ պիտի շրջիկ Օթավա եւ ուրիշ որ քաղաքները։ Այո, լինելու են նաև Տորոնտոյում ամսի 9-ին, նաև Օտավայում ամսի 10-ին։ Ես առհասարակ պետք է նշեմ, որ Կանադա գալ շատ եմ սիրում, Կանադայում կնդրին նույնպես շատ եմ սիրում եւ շատ ուրախ կլինեմ, եթե հայերը շատանան։ Այո, վստահ որ մեծ թիվով ներկա պիտի իլան։ Արփի մենք շատ ուրախ ենք որ ցեզի գմիանա Տորոնտո բնակ Էմիլ Խաչատուրյանը, Էմիլը սիրելի հերոստատիտողներ, վարպետ, գիտարիստ է եւ գուզեմ երկու խոսք ասել իր մասին, որ ան երկիչ երգահան է եւ իր երգերը գկրե 3 լեզուներով՝ ուկրաներեն, անգլերեն եւ ռուսերեն եւ խլած է մոտ 10 մրցանակներ, համաշխարհային մրցանակներ, որոնց մե գուզեմ նշել Grand Prix winner եղած է Stars of Europe UK 2021-ին, The Power of Music Ukraine 2021-ին եւ World Stars USA California 2021-ին Էմիլ ուրեմն գմիանա Մոնտրեալի համերգին Արփիին, Արփի ասպարակային ինչու Էմիլը ընդրաձեք իբր ցեզի ընկերակցող գիտարիստ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Առհասարակ որպես երաժիշտ միշտ ընտրում եմ երաժիշտների, որոնք որ նախ եւ առաջ շատ տաղանդավոր են, համագործակցում եմ շատ երաժիշտների հետ, բայց Էմիլի հետ համագործակցությունը նախ շատ հետաքրքիր սկսվեց, ծանոթացանք շատ պատահական եւ շատ կարեւոր է թե երաժշտական տեսակետից ինչպես են երաժիշտները իրար զգում բեմում եւ մեծ բավականություն եմ միշտ ստանում իր հետ համերգների ընթացքում Էմիլը այն երաժիշտներից մեկն է, ում հետ բեմում ստեղծվում է շատ հետաքրքիր մթնոլորտ եւ ես շատ եմ դա գնահատում Այո, մենք այդ բոլորը գսկանք այդ քեմեստրին, որ ունիք իրար միջև Արփի ուրեմն ինչ կընդգրկե հայդակիրը գիտենք որ հայկական բաժիններ կան ուրիշ որ երկներ կան լինելու են ջազային ստանդարտներ լինելու են նաև իմ վերլուծությամբ որոշ ոչ այդքան ջազային pop soul jazz եւ հայկական գործեր այո խոսենք այդ երկին մասին որ բավական արձագանք ցկեց ծեր YouTube-ի գայանը մեծ թիվով դիտումներ ապահովելու համար Ինչպես աս երկը ասկան արձագանք ցկեց Անկեղծ չեմ կարող ասել թե ինչպես, քանի որ շատ բնական տեղի ունեցավ ամեն ինչ, երևի թե շատ կարևոր է թե այն ինչ դու անում ես, ինչ մակարդակով ես անում եւ ինչքան անկեղծությամբ ես անում եւ սիրում այն գործը ինչը որ քեզ տալիս է թևեր Եվ կարծում եմ, որ ամենայն անկեղծությամբ եւ սիրով էի ձայնագրությունը կատարել եւ մարդիկ ընդհանրապես գնահատեցին աշխատանքը եւ շատ ուրախանում եմ, որ նա մանավանդ Բրազիլիայի շատ մեծանուն երաժիշտներ ստանում եմ իրենցից արձագանքներ, որը որ շատ մեծ գնահատական է ինձ համար։ Այո Այսին Բրազիլի խորհրդանիշ երկերեն մեկն է գրնան գսել այս երկը։ Արփի վերջին հարցումս պիտի լա թե դուք բավական շրջակայություններ գնեք աշխարհի 4 կողմը, սակայն որոշած եք մնալ եւ ապրիլ Հայաստանի մեջ, մեզի համար շատ թրագան եւ քաչալերելի երևույթ է։ Ինչու։ Շատ
հեշտ պատասխան, քանի որ ես շատ եմ սիրում իմ երկիրը, բոլոր բարդությունները եւ դժվարությունները իմանալով, ընտրում եմ, որ լինեմ այստեղ, իմ ընտանիքը լինի այստեղ, բալիկս այստեղ դպրոց գնա, որը ինձ համար մշակութապես շատ մեծ արժեք է, քանի որ ես հետապնդում եմ իմ երկրի մշակույթը պահպանել, նաև տարածել, որից մեծ պարտություն եմ ստանում, ինչևէ եթե նույնիսկ հայեր շատ չեն լինում, շատ եմ ուրախանում, որ շատ մարդիկ, ովքեր Հայաստանի տեղը չգիտեն, իմ շնորհիվ իմանում են։ Այո, շատ ճիշտ։ Արփի, ուրեմն այսքանով պիտի բավարարվենք այսօր, մենք պիտի ուզեինք շատ ավելի երկար զրուցել, բայց ես պիտի հանձնարարեմ, որ անպայման հայ քաղուտը կոնե Մոնտրեալի բարակային ներկա գտնվի, ծանոթանա Արփիին եւ իր հրաշք ցայնին եւ ստեղծագործություններուն հոկտեմբերի 11 երեկոյան ժամը 7:30 École de Musique Vincent d'Indy։ Ուրեմն մինչ այդ քեզի հաջողություն կմաղթենք սիրելի Արփի եւ ցտեսություն ուսենք։ Ցտեսություն, շնորհակալ եմ շատ։ Ընտրեմ։ She goes, I've got to be the meaning of my life is she. Սեպտեմբեր 9-ին հովանավորությամբ Արևելյան Ամերիկայի Գիլիգյան թեմի առաջնորդարանի եւ Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցվո Հայաստանի կամերային երաժշտության դան մեջ դեղի ունեցավ Շուշիի Վարանտա երգչախումբի երկող Արցախ խորակիրը գրող համերգը Քեղարվեստական ղեկավարությամբ եւ երգչախումբի հիմնադիր Լիբանանահայ երաժիշտ եւ համասկայնի գետրոնական վարչության ադենաբեդ Զաքար Քեշիշյանի Տաշնագի ինգերակցությամբ Նատեշտա Հակոբյանի։ Վարանտա երգչախումբը ստեղծված է 1992 թվականին Շուշիի ազատագրումեն անմիջապես ետք։ Ահավասիկ երկրորդ դարին է, որ խմբավար Զաքար Քեշիշյան Երևանի եւ Մոդագա շրջաններու արցախցի մանուկներ ու բադանիներ շուրջ 60 հոգի գահավաք է ամառնային արձակուրդի օրերուն, որոնք կմարզվին եւ սեպտեմբերին հանդես կուքան համերգներով եւ նոր երգերով։ Միասնապարտ դենք Երգիր AM-ի պատրաստած հաղորդումը այս մասին։ Շուշիի Վարանդա երգչախմբի սաներն են մի քանի րոպեից կտրվի նախազգուշական զանգն ու շարք կազմած կբարձրանան բեմ։ Բարակույրից այս կողմ ուրախությունը, հուզմունքը, շփոթմունքն ու ջերմ հայացքները խառնվել են իրար, պատասխանատու պահ է։ Խմբավարը վերջին ցուցումն է տալիս, բեմ բարձրանալիս ժպիտով։ Գնացինք ժպիտները։ Ժպիտները մենք Ինչքան դժվար լա Արցախեն դուրս մենք մեր փորձերը կատարանք եւ համերգները պատրաստենք փաստն է որ մեր հոգեխոցը մեղմելու համար մենք պիտի շարունակենք երգել եւ պիտի չթողենք որ ճշնամին ուրախանա մեր ցայնը մեր երգը մեր արվեստը մեր մշակույթը մեր ինքնությունը կասեցնե Կերկենք փոխարեն նաև այն բոլոր նահատակներին, որոնք մեզի հետ չեն այսօր եւ երկնքեն գծայնակցին մեզի, մենք կերկենք, որպեսզի Արցախի հողը ըսկա մեր երկրի թրթիրները եւ մենք կարողանանք հույսով, հավատքով լեցվիլ, որովհետեւ կհավատանք, որ հաղթանակի համար Կավադանք, որ բարի և
արտարության հաղթանակը միայն հեքիաթներու մեջ չէ որ կլա մեր յանքին մեջ կան պայծեր եւ եթեներ եթե այդ բոլորը մենք իրենց դերը դնենք շարադրենք մենք անպայմանորեն վերստին արիտ կունենանք մեր երկը հնչեցնելու Արցախի հողի վրա Շուշիի ազատագրումն ու Վարանդա երգչախումբը տարեկիցներ են, շուրջ 33 տարվա ճանապարհ է անցել Վարանդան, երգել հաղթանակների մասին, աշխարհին ներկայացրել Արցախի ուժը, մշակութային լեզուն, երգերի միջոցով հանդիսատեսին փոխանցել Արցախի չխամրող գույները, տրամադրությունը, ոգին։ Շուշիի կորստից հետո Ստեփանակերտում է հնչել արցախցի մանուկների ձայնը, երգող Արցախ օրագիրը կրող համերգաշարով, Արցախի հայաթափումից հետո նույնանուն համերգաշարը իրագործվում է Հայաստանում։ Ինչն է ձեզ ոգեշնչում։ Երեխաները, երկերը, երաժշտությունը մեր 30-րդ տարին է որ գուքամ եւ այս տարի նոր երկեր ունենք 14 նոր երկեր, որոնք հայրենի երաժշտաներ, բանաստեղծներ մեզ նվիրեցին եւ այսպիսով մեր երկացանկը, որ անցող 33 տարիներուն 150-ը ավելի երկեր արդեն ստեղծված էին, որոնց պրեմիերները մենք կատարած էինք, պրեմիերաները եւ վերադառնանք այդ ավանդներին եւ այսուհետեւ մենք պիտի ճանանք միշտ նորակիր, նորաստեղծ երկերով հանդես գալ։ Գա ավանդույթ մենք մեր բոլոր համերգները ավարտին նույնիսկ եթե Ստեփանագերտ կամ ուրիշ շրջաններում մեջ էր մեր ելույթները վերադարձինք ու կայինք ավտոբուսից քիչնեինք Ղազանչեզոց եկեղեցու բագը եւ մենք այնտեղ միասնապար երգեինք մեր բանակի հիմնը երազիմ երգիր հայրենի
քիչ էր, որովհետև մանավանդ վերջի պահերին, երբ որ պարոն Զաքարը հիշեցրեց, որ ամեն անգամ այդ վերջին երգը երազիմ երգ իր հայրենի միշտ երգում էին Ղազանչեցոց եկեղեցու բակում միասին, ես էլ իրենց հետ եւ վերջում օրհնում էի, եւ այսօր իհարկե հերոյ ենք, բայց այս ամեն այս առեղծվածների միջից մի ձայն մեզ միշտ հիշեցնում է, որ դա մերն է ու մերը պիտի մնա եւ Արցախը երկող Արցախը միշտ էլ պիտի երկի եւ կապ չունի, այսօր մի քիչ հերոյ ենք, բայց համոզված ենք, որ այս երեխաները, չնայած մենք պիտի ներողություն խնդրենք իրենցից, որ իրենց այս հրաշ մանկությունը մենք խաթարել ենք, բայց վստահ եմ, որ իրենք պիտի նորից այնտեղ երգեն։ Ți